Փոքր տարիքից նկարել եմ, հետո դարձա ծրագրավորող, ուսումնասիրեցի տարբեր ծրագրեր, որոշեցի անիմացիայի մեջ էլ ուժերս փորձել։ Որոշեցի փորձնական մի բան նկարել, հետո լուրջ սկսեցի վերաբերվել այդ ամենին եւ վերջում ֆիլմ դարձավ, պատմում է Արծրուն Գանջալյանը։ Նկարեցի ես ստատիկ նկար, ու որոշեցի որ կարելի է այս նկարը շարժել, ստանալ անիմացիա, ասենք մենակ այդ մի տեսարանի համար սկզբում էլ դա ամենասկզբի տեսարանն էր, որ տղան գիտար է նվագում աղջիկը համար։ Դա սկզբում ստատիկ նկար էր, հետո որոշեցի իրան շարժեմ, շարժեցի հետո ինչ որ քիչ-քիչ սյուժետային գիծը ընդարձակվեց, սցենարը ընթացքում է եղել։ Գիթառը եւ Լուսինը անիմացիոն ֆիլմի վրա Արծրունը 1 տարի աշխատել է, թեև զուգահեռ զբաղվել է այլ աշխատանքներով եւս։ Ձեռով նկարել եմ թղթի վրա, հետո իրանց անցկացրել եմ համակարգչի մեջ ու արդեն շարժումը ծրագրերով եմ ստացել։ Դժվար էր առումով, որ չգիտեի ոնց ալում, ասենք համ սովորում էի, համ անում էի, ու լրիվ աշխատանքի վրա էր, դա դժվար, ասենք անիմացիան թեթիմային ավելի շատ գործա է, սկսել ամեն ինչի ես էի անում, սկսած սցենարից, նկարելուց, երաժշտությունից, մոնտաժից լրիվ վրա էր։ Անցյալ տարի Արծրունը մասնակցել է Ռեանիմանիա փառատոնի վարպետության դասերին։ Հենց այդ դասընթացների նպատակը ոնց որ սկզբում մոդել ստեղծելն էր, հետո արդեն ֆոտոներով իրան շարժելը նրանք ասենք ունեին էլի էսքիզները նապաստակի, դրա հիման վրա սարքեցին, հետո արդեն սցենարը ու պատմությունը արդեն մեր վրա էր, մենք օրինեցինք ինչ սցենար գրենք դրա հետ կապված, նկարեցին։ Նա նշում է, որ սիրում է այդ աշխատանքը եւ հնարավոր է, որ սկսի լրջորեն զբաղվել անիմացիայով։ Նրա խոսքերով անիմացիան Հայաստանում չի մահացել։ Մահացած չի, զբաղվողներ, սիրողներ կան, բայց ոնց որ շահագրգռող միջավայր չկա, որ կարողանան ազատ իրենց դրսևորել։ Ինքը շահութաբեր է, բայց Հայաստանի մասնակից։ Հայաստանում ինչքանով են իրանով կարող փող աշխատեն կամ ասենք ինչքանով դրա համապատասխան աշխատատեղեր կան էլի։ Ժիրայր Կարապետյանը արդեն 4-5 տարի է անիմացիոն ֆիլմեր է նկարում։ Իրականում շատ հասարակ այդպես բարձ պատասխան կա, որ ուղղակի փոքր ժամանակվանից մուլտեր խաղեր սիրել եմ, խաղալ ու նայել ու այդպես միշտ սիրել եմ, բայց հետո մի քիչ որ մեծացա, արդեն սկսեցի խորը մտածել մի քիչ ինչի էի սիրում, հասկացա որ դե կոնկրետ ես նենց այն մարդկանցից եմ, որ խոսքերով լավ չեմ կարողանում արտահայտել, իմ համար այդպես դժվար է ու դրա համար ոնց որ անիմացիան այդ կողմից լավ է, որտեղ դու փոխանակ ասենք մի պատմություն կամ մի գաղափար պատմես թելադրես խոսքով, նկարներով կամ պատմությունով այդ ցույց ես տալի անիմացիայի միջոցով։ Անիմացիան մտքերը արտահայտելու լավագույն ձևն է համարում Ժիրայրը։ Իր առաջին ֆիլմը եղել է կարճամետրաժ ուսումնական ֆիլմ, որի հիմքում գողության տեսարան է։ Ուսումնական ֆիլմեր չէին, առաջինը ուսումնական էր, երկրորդը էլի գիտես նենց չէր որ այդ ժամանակ սովորում էի, բայց էլի ոնց որ իմ համար անձնական ուսումնական էր, որտեղ ես ինչ-որ նոր բաներ էի փորձում մշակեի գաղափարներ, իմ ոճն էի փորձում ստեղծել, բայց հիմա մի հատ մի ֆիլմի վրա եմ աշխատում, որ շատ հետաքրքիր ոճով է։ Երիտասարդ անիմատորի խոսքերով անիմացիան Հայաստանում զարգանալու համար ժամանակ է պետք։ Նա վերջին 3 տարում հետաքրքրություն է նկատում այս ոլորտի նկատմամբ։ Անիմացիան ցանկացած արվեստի նման լուրջ գործ է ու բոլորն էլ այդ ասում են, բայց այսինքն բոլորը ովքեր որ այդ գործի մեջ են այդ ասում են։ Չգիտեմ, կարող է փորձում ենք մենք մեզ մի բան արդարացնենք, որ մուտեր ենք սարքում։ Ժամանակ է պետք, բայց ես համոզված եմ, որ մի քիչ ժամանակ անցնի, կարող է 10 տարի շատ եմ ասում, թեկուզ մի 5 տարից բավականին զարգացած կլինի։ Ստեղ կան մի քանի ստուդիոներ, որ անիմացիայով զբաղվում են ու հաջողվում են։ Ոնց չի որ սոված նկարիչների ման բոլորը նստած են, հենց որ հնարավորությունը կա։
Ժիրայրը աշխատում է Թումո կենտրոնում, նա պատանիներին սովորեցնում է անիմացիոն ֆիլմեր պատրաստել եւ մեծ պոտենցիալ է տեսնում նրանց մեջ։ Երեխան, որ փոքր տարեկից սկսում է 10 տարեկանից, 12 տարեկանից, իրանց մոտ երկու հնարավորություն կա։ Մեկ, որ իրանք ոնց որ ավելի արագ են սովորում, եւ երկրորդ, եթե դու այդ երեխային տալիս ես հնարավորությունը, որ ինքը իր ուզած գործը անի, այդ ոնց որ այդ original մտքերը, այդ հետաքրքիր մտքերը, այդ որ գիտես երեխայի տեսանկյունից, որ իրանք սկսեն մշակեն, իմ կարծիքով իրանք ավելի լավ որպես անիմատոր, որպես հեղինակ, որպես ինչ ասես, ավելի լավ իրանք կաճեն, ավելի հետաքրքիր կլինեն, քան այսօրվա ասենք Հոլիվուդի ցանկացած կինո։ Հիմա ամեն երկրորդ կինոն նույն թեման է, նույն դերասաններն են, հետաքրքրությունը կորել է իմ կարծիքով։